Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ ես հասկանում եմ, որ մենք հայերս լինելով զգացմունքային ազգ, երբ որ որոշակի իրադարձությունները մի փոքր սառում են մեր ներսում, ապա հետաքրքրությունը կորում է այդ թեմայի շրջանակներում, այնուամենայնիվ, քանի դեռ Գյումրու քաղաքապետ վերջին հաշվով չի ընտրվել, դեռ ավականունից չի կայացել եւ դեռ անորոշ է ինչ է ստացվելու, չնայած կարելի է մոտավորապես ենթադրություններ անել, այնուամենայնիվ մի քանի բառով պետք է անդրադառնանք զարգացումներին, իրավիճակներին, հետո արդեն ասենք շատ կարևոր թեմաների, եթե ժամանակը բավարարի։ Մի քանի բառ Գյումրու հետ կապված, ինչա հիմա կատարվում համացանցերում, հա, այս պահին, էլ չգնանք ավելի խորքը, բոլորս հասկանում ենք։ Երկու իրավիճակի մասին եմ ցանկանում խոսել կարճ համառոտ։ Ուրեմն, քանի դեռ Մարտուն Գրիգորյանը չի միացել Վարդանիկին, մենք տեսնում ենք համացանցով, սկսած հայտնի Բիսեդկայից, մինչև հեռուստատեսություններ, որոնք որ պատկանում են Քոչարյանական թևին, հիմա էլ դրել առավոտից երեկոն Մարտուն Գրիգորյանին են տիրախավորել, էլ Գողփիսո, էլ Քաչալշուն, էլ ինչ ասես։ Ինչ ուզում արդեն ասում են, ճնշում են դրանով, պախարակումներով եւ այլն, սրանով ճնշելով, որպեսզի միանա։ Հիմա հարց. եթե այդքան մանտրաշեք, ինչ որ sense բան զգացողություններ ունեք, թե վա թափեք լինում, վայ, ես ինչ են անում, չեն միանում եւ այլն, բա կարող ենք իմանալ, էլ ինչն եք հաղթել։ Էլ ինչն եք ջախջախել, որովհետեւ առանձին վերցած չեք հաղթել դուք։ Չեք հաղթել, դուք հաղթում եք միայն այս միավորման ընթացքում։ Եթե միավորվեք ու քանի դեռ չեք միավորվել, չեք հաղթում, հետեւաբար դուք ստում եք դարձել հասարակությանը, թե դուք հաղթեցիք։ Սա էսպես, այո, մենք ունենք այլ տրամադրություններ, որովհետև մեկը ես, որովհետև ընտրությունը այնպիսի մարդկանց մեջ էր ձևավորվել, որ երևի թե երկու քաղաքական ուժի ընդհանրապես կարելի էր ձայն տալ, ինչը ես համարում եմ ցավալի։ Եթե 9 ուժեր են մասնակցում ու պիտի էլի ներկա նախքին բանով գնա, որ ընտրության առաջ կանգնի հանրությունը ոչ թե քաղաքական մտքի եւ այլնի, ապա սա տխուր է։ Բայց այնուամենայնիվ այդ մարդիկ մասնակցում են ու դուք էլ ձայն եք տվել, սիրելի գյումրեցիներ։ Ես երբեք չեմ ասել ընտրեք, չգիտեմ, Սարիկին, հա? Ոչ, ասել եմ լավ, կարելի է ընտրել այս բարոյական կամ ավելի ճիշտ կլինի ասել անբարոյական սկզբունքներով որոշակի ներկայացուցիչների քաղաքական անբարոյականության մասին է խոսքը։ Որոշել եք, որ հա կարելի է։ Մի խոսքով, հիմա Մարտուն Գրիգորյանին են թիրախավորել։ Հիմա Սերժ Սարգսյանը դառնում է ոնց որ ավելի վատը, քան Նիկոլ Փաշինյանը քոչարյանականների համար։ Չնայած 4 տարի միասին ճանապարհներ էին փակում, հեղափոխություն էին անում, հեղաշրջում էին անում, մենք պիտի գանք եւ այլն։ Իսկ այստեղ ընդհանուր առմամբ տրամաբանությունը մեկն է։ Նրանք, այո, ես վաղուց եմ դա ասել, 21, 22, 23, 24 թվականներին, հիմա էլ եմ ասում, որ այս ամեն ինչը նրա համար է, որ ընդդիմադիր դաշտում բլոկ դրվի, ոչ մի որպեսի նորմալ նորաստեղծ թեկուզ մի փոքր քաղաքական հետագիծ ունեցող, բայց նորմալ քաղաքական ուժերը չկարողանան դիրքավորվել այս տիրույթում։ Հասկանում եք, ով նույն բան անի, դիրքավորվի, սկսում են նույնականացնել եւ գնում է այլ խոսակցությունները ու մարդիկ էլ մի հատ էլ այստեղ են հիասթափվում։ Բայց այդ հիասթափություններն էլ շատ դեպքերում գալիս են մեր չիմացությունից, ժողովուրդ ջան։ Մեր չիմացությունից։ Մյուս կողմից էլ դե չիմացությունով, բայց երբ որ ուզում ենք փորձում ենք բացատրենք էլ, ձեր ականջին անպայման մեկը կաթացնում է, որ մի լսեք իրանց բան, ու դուք սկսում եք չլսել։ Մեր ասածներին էլ եք սկսում կասկածով վերաբերվել։ Երկրորդ իրավիճակը հետեւյալն է։ Մեր հարգելի քաղաքական թիմերից մեկի ներկայացուցիչը մի հետաքրքիր արտահայտություն է արել, որ Երևանում որ Գյումրին որ էսպես եղավ, գյումրեցիները կհասկանան ինչն-ինչոց է ու մյուս անգամները դա հաշվի կառնեն։ Ես անկեղծ ասած մի քիչ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ես հիշում եմ Երևանի ավականու ընտրությունների հաջորդ օրը։ Երևանի ավականու ընտրությունների հաջորդ օրը, եթե այդ ամեն ինչը անվավեր ճանաչեն ու նոր ընտրություններ անեն, այլ պատկեր էինք ստանալու, որովհետև դարձյալ այնպիսի իրավիճակ էին ստացել, որ հասարակությունը ինքն իր մեջ չի կարողանում շփվել, զրուցել, ասենց ինչ որ շատ փակ շրջանակների էին վերածվել ամբողջը, իհարկե թիրախավորելով միմյանց ու աշխարհի հայոյանքներն ու վիրավորանքները տալով, իրար չլսելով,
հետո երբ որ ունեցանք այս պատկերը, Երևանի ընտրությունների հաջորդ օրը բոլորը ես անձամբ մեկես այնքան զանգեր եմ ստացել, ընդ որում տարբեր քաղաքական պատկերացում ունեցող քաղաքացիներից, որ այս ինչ կատարվեց, այս ինչ եղավ, ոնց թե այն դոկը անցավ, ոնց թե սենց, ոնց թե Հայկոն հիմա նստած Թևանյան, Անդոյի ու դոկի հետ քննարկում են ինչ պիտի լինի ուղիղ եթերով եւ այլն, ով ինչ պաշտոնի կոնկրետ ուղիղ եթերով մենք նայում էինք պաշտոնակռիվը, հասկանում եք, այնինչ նրանք էին մեղադրում կպեին պաշտոնակռվի մեջ, ու ես հիշում եմ այդ մեծ հիասթափությունը, որ երևանցիները զգացին իրենց խորքում, ու մի պահ արթնացան, մի պահ աշկերտները բացեցին, այո, մենք սիրում ենք մի բան պիտի անպայման մեր գլխին իջնի, նոր մենք հասկանանք ինչա կատարվում, ու եթե այդ պահին Այն որ ասում են դոկի կուսակցությունով եթե բան լիներ, չլիներ Ավինյանը չէր լինում քաղաքապետ, այդ թող չլիներ, բայց գիտեք ինչ, եթե չլիներ, գնում էինք նոր ընտրությունների, եթե գնայինք նոր ընտրությունների, արդեն հանրությունը սթափվել էր, այլ կերպ էր լինելու ընտրությունները, ես սա ուղիղ բան եմ ասում ձեզ, հիմա, ու այնուամենայնիվ անցավ ժամանակ, ու մոռացան մարդիկ, նույնը Գյումրիում, հիմի երբ որ ասում ենք, այս հարվածը շատ գյումրեցիներ իսկապես խորապես վիրավորված են, անգամ այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են այս 4 թիմերից մեկին, հա, խորապես վիրավորված են, խորապես սկսել են ըմբռնել, թե իրականում ինչ վատ բան է դա, հանցագործների վերարտադրությունը եւ կարող էին իրենք դիմակայել ու չտալ այդ ձայները, կարող էին իրենց վախերը կառավարել, կարող էին իրենց մի խոսքով ավելի խորքային են հասկանում, որ դա իրենց երեխաների ապագան է, ու այո, ընտրությունների վերջնահաշվարկում իրենց ձայնը որոշիչ է։ Ու եթե հիմա լինեն նոր ընտրություններ, հնարավոր է այլ բան ստացվի, ես չգիտեմ, բայց այնուամենայնիվ կանցնի կարճ ժամանակ, էլի բոլորը կմոռանան։ Ինչպես օրինակ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց, այդ օրը այլ տրամադրություններ էին, հաջորդող օրերը այլ, այսօրվա դրությամբ արցախցիներ կան, մեծ մասը արցախցիների արդեն այլ կերպ մտածում, որովհետև գիտեք ավելի հեշտ է ատել, քան սիրել, հեշտ է գտնել մեղավորներ, քան ինքնակննադատության տիրույթ մտնել, օրինակ երեկը ես տեսա մի կարճ հատված նույն Վիլեն Գաբրելյանի մասնակցությամբ, երբ որ լրագրողները դարձյալ հանրապետության հրապարակում էր ոնց որ թե մոտեցին, բա ասում է ինչի դրեցիք մանդատ, ասենք լրագրողների մասին ես չեմ ուզում խոսել, իսկապես չեմ ուզում խոսել այլևս, բայց այնուամենայնիվ ինչի համար եմ ես օրինակը բերում Վիլեն Գաբրելյանի պատասխանը, այն որ չկա տենց պատասխան, ոչ ոք չէր տա այդ պատասխանը, ինչի համար բրավո կեցես պարոն Գաբրելյան, ասաց չհասկացանք, իսկ դուք տեսել եք իմ երեկվա տեսանյութերը, այդքանից հետո ես խելամիտ մարդը ինչ պիտի աներ, չպիտի հրաժարական տար, ինքնուրույն այդ որոշումը չպիտի կայացնել, սա մի այլ մակարդակ է եւ այո, սա դաստիարակչական բան է, բարոյականության սկզբունքների մեջ դաստիարակչական դասագրքային օրինակ է։ Ես հիշում եմ, բոլորս ենք հիշում, հանրապետականների ժամանակ պատգամավորներ կային, ոնց էին խոսում, թե լրագրողի հետ, թե ժողովրդի հետ, ու իրենք Եթե հարցներ, լավ եմ արել, ճիշտ եմ արել, ինչի պիտի, սենց բաներ էինք տեսնում։ Մենք արդեն հետ ենք վարժվել դրան։ Մենք պիտի սա երիտասարդ սերունդին էլ միշտ հիշացնենք, ասենք այսպիսի ժամանակներ են եղել։ Ու գնալով այդ հանցավոր խունտան կուտակվում էր արդեն ազգային ժողովում։ Ավելի ու ավելի շատանում էին այդպիսի մարդկանցով համալրել իրենց շարքերը, ինչն էլ ըստ էության բերեց կոլապսի։ Մենք սա պիտի հասկանանք։ Այս ինքնակննադատության մասը եւ այո, հարգելի արցախցիներ, ես 3 խոսքս կիսատ թողեցի, այսօր մի քանի բառով կշարունակեմ, չնայած շատ կարեւոր նյութեր էլ կան, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։ Կա որևիցե արցախցի,
երեկվա խոսքն եմ շարունակում կրկնելով մի քանի նախադասություն, ով գիտի թե Արցախի մասին ով ինչ է բանակցել։ Եկել կանգնել եք Արցախի նախկին քաղաքական ղեկավարության նկարներով, ովքեր էս պահին Բաքվում գերության մեջ են, ես չեմ ցանկանում շատ ինչ որ այնպես չստացվի, իրենք բանում են գերության մեջ են ու չեն կարող հակադարձելու, ես այստեղ հիմա պիտի վատաբանեմ, ոչ, ես ցանկանում եմ իհարկե որպեսզի Բաքվում պահվող բոլոր գերիները վերադառնան, բայց դուք այդ նկարներով որ եկել կանգնել եք ու այսօրվա կառավարությանը մեղադրում եք ինչ որ բաներում, կներեք, այստեղ արդեն ասում են քամին մեռավ ցրտից։ Ես չգիտեմ ձեզ ինչ են համոզել, բայց այդ ձեր նախկին նախագահներից որևիցե մեկը ձեզ ներկայացրել է Արցախի մասին ինչ է բանակցվում։ Ինչ ռազմավարություն է ունեցել Լեռնային Արցախի Հանրապետությունը, չէ՞ որ ունեցել եք, հիմա կասեք Հայաստանն էր բանը բանակցող, իսկ ինչու էր Հայաստանը բանակցողը։ Երաշխավորը անվտանգության Հայաստանն էր, այո, անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, բայց ինքնորոշվողը դուք եք։ Եվ դուք ինքնորոշվել եք, գիտեք ինչպես։ Այսինքն դուք չէ, ձեր քաղաքական ղեկավարները, որ ամեն դեպքում Արցախը մնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, իհարկե իրավունքների տեսանկյունից մի քիչ առևտուր անելու տեղ էին թողել, որը որ արդեն էլ պարտություն է, միևնույնն է։ Իսկ ինչից էր սկսվել այդ ամենը, Ղարաբաղյան շարժումով, միանում ենք մայր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Նույն Վիտալի Բալասանյանը 12 թվին խոսում էր դրա մասին, հետո 18 թվին հակառակ։ Ասենք 2002-ին թե 12-ին չեմ հիշում։ Բա ոնց էր այդ, մեկը ինչի՞ չէիք հարցնում, մի րոպե, կամ բանակցում էին, որպեսզի դուք ունենաք ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ։ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ժամանակ եթե չեմ սխալվում, Արկադի Ղուկասյանն էր ձեր նախագահը։ Այսինքն Ղարաբաղյան շարժումը արել ենք, որպեսզի դուք միանայիք Հայաստանին, բայց բանակցում էին Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մասին, ինչ որ առանձին իրավունքներով։ Բայց ադրբեջանական անձնագրով։ Այս ամեն ինչը իսկապես չեք ուզում նկատել։ Եվ ինչի պիտի բերեր դա։ Այդ բան չէ։ Այն էլ մի ամբողջ Մինսկի խմբի ներկայությամբ են շատ խոսակցություններ եղել։ Մեկը մյուսի հետևանքն է, այսօր կանգնել ու կներեք, ես համաձայն չեմ։ Ես այսօրվա իշխանությանը կարող եմ շատ բաներում մեղադրել, ընդ որում թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, կամ անգամ այդ մեղադրելու մեջ սխալվեմ, որովհետև վստահաբար կունենան ամեն տարատեսակ հարցերին որոշակի պատասխաններ, բայց չեմ կարող ես Արցախի պարագայում այլ կերպ նայել հարցերին, և կրկնում եմ ես այն պարագայում, երբ որ ես ձեր հետ հավասար սրտացավ, եթե ոչ ավել, ապա համենայն դեպս հավասար սրտացավ եմ։ Եվ այո, Հայաստանի Հանրապետությունում կան խնդիրներ, շատ բարդ իրավիճակներ են։ Ես հասկանում եմ, այո, շատ արցախցիների մոտ շատ ծանր վիճակ է։ Շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ վստահ եղեք ծանր վիճակ է։ Բայց ինչ որ եկել է, չէ՞, այդ բան, իսկ Հայաստանը որևիցե շրջանում զարգացում է ապրել, որպեսզի չլիներ այդ ծանր վիճակը։ Ինչ զարգացում է ապրել։ Մենք կարող ենք իմանալ։ Ինչ զարգացումներ են եղել։ Ես ձեզ թվարկում եմ, ռազմավարական կարևոր բարդություններ եմ ասում, որը դուք չեք ցանկանա հասկանալ, թե դա ուր կարող է տանել։ Մոտ 150 մեռած սահմանամերձ գյուղ ունենք, որտեղ ոչ ոք այլևս չի ապրում։ Ներքին արտագաղթ Երևան։ Միայն Երևանն է, որ զարգանալ էլ չարժի ասել, բայց ամեն դեպքում հնարավոր էր մի փոքր գումար վաստակել։ Սա այդ որ ռազմավարական ծրագրի բանն է, էլի, տենց շեդևրն է, որ տենց ստացվել է, էլի կարող ենք ասել, որ համայնքների անհամաչափ զարգացում, անհամաչափ։
Այսօրվա դրությամբ կառավարությունը հազար ծրագրեր է անում, թե գյուղատնտեսության ոլորտ, թե ամեն ոլորտներում ոնց են այդ ծրագրերը իրականացվում կամ կիրառվում, կամ ինչքանով են քաղաքացիները դրանից տեղեկացված, որքանով են կարողանում օգտվել առայժմ, այո, այդտեղ կան խնդիրներ, բայց կներեք, օգնեք, մենք կարող ենք տեսնել ամեն սայթակողի կամ ծիծաղել վրան կամ մեղադրել նրան, բայց եկեք այնպես անենք չլինի, չենք ուզում, չէ՞ որ այդպես լինի։ Չենք ցանկանում, չէ՞, բայց չէ, ոնց մենք ատում ենք իրանց, ինչի պիտի օգնենք։ Այդպես է պատկերացումը ձևավորվել։ Առանց հասկանալու, որ դրանով մեր պետությանն ենք վնասում այս պարագայում։ Ինչու մնաց Արցախը այնտեղ։ Իսկ դուք ինչ, իսկապես տեղյակ չեք, թե Արկադի Ղուկասյանը, թե Բակո Սահակյանը, թե մյուսը, ես անձերի մասին չեմ խոսում, որպես անձ ես չեմ ճանաչել նրանց, ինձ հետաքրքիրել չեն։ Բայց Արայիկ Հարությունյանը իսկապես տեղյակ չեք ինչ գումարներ ունեն, ինչ հնարավորություններ ու միջոցներ, այդ որտեղից աշխատավարձներ այդպիսին, հա։ Մի հատ կարող եք ճշտել աշխատավարձն ինչքան է, թիվը թվին գումարեք, տեսնեք ինչքան կարող էին ունենալ։ Հայաստանից եկած են որ բոլոր ամբողջ կոպեկները, այն որ սախ գումար, ամեն տեսակ գումարը, մինչև վերջին կոպեկը փորձում էին իրենց օգտին ծառայեցնել, անունը մի երկու տեղ գալշկա էին դնում, ասում էին Արցախի համար ծառայեցվել։ Ես ձեզ հարց եմ տալիս։ Դուք ախր արցախցի եք, դուք պիտի որ ոնց որ թե ինձնից լավ իմանայիք, հա, ասենք Արցախի ներսում քանի քաղաք է զարգացած եղել։ Քանի կիլոմետր ճանապարհ է գծված եղել Արցախում, որտեղ որ գիտեք ինչ ճանապարհը, դա միայն հարմար տեղափոխվելու մասին չի։ Ճանապարհը պետության հեղինակության մասին է։ Ինչպիսի հեղինակություն ունի պետությունը, այն հեղինակություն բառը չգիտեմ որքանով եմ ճիշտ ասում, այդպիսին իր ճանապարհներն են, որովհետև դա միայն իմ ու ձեր տեղափոխվելու մասին չի մեքենայով, որ սենց նստենք հավես գնանք գանք, ոչ, դրանք ստրատեգիական կարևորության բաներ են, դրանք անգամ մշակույթ են իրենց մեջ պարունակում, աշխարհում փողոցներ կար 2000 տարեկան են դեռ հռոմեացիների կառուցած, և Իտալիայի տարածքում չէ ժամանակակից, և այդ պատմության հիման վրա Իտալիան միլիարդներ է հավաքում, հասկանում եք, բայց պատերազմող փխրում հրադադարի իրավիճակում գտնվող երկրում, ես հիշում եմ 19 թվականին միայն 550 կիլոմետր ճանապարհի ծրագիրը դրված էր ու արդեն աշխատանքները սկսվում էին, հիմա խնդրում եմ ինձ ասեք, քանի երիտասարդ ողջ կմնար դիրքերից վիրավորված հետ բերելուց, ու շատ, իսկ Արցախ, ինչու երբ որ միջազգային տարբեր հեղինակավոր քաղաքական գործիչներ գալիս էին Արցախ, հայտնվում էին ադրբեջանական սև ցուցակում, և նրանք հետո ինչ-որ ոչ ծիծաղում էին ադրբեջանցիների վրա, ոչ դատապարտում էին, ոնց թե դու ով ես սև ցուցակում մեզ գրանցես, ոչ, նրանք պարզապես էլ չէին գնում Ադրբեջան, որովհետև հասկանում էին, որ վատ է, իսկ ինչի էր այդպես ստացվում, որովհետև այո, բոլորն էին ըմբռնում, թե Արցախն արդեն որտեղ է, մնացածը տեխնիկայի հարցեր արդեն, տեխնիկական հարցեր, որտեղ նույնպես տանուլ տվեցինք, հայ ժողովուրդը պատրաստական էր կռվել մինչև վերջ, ոնց որ թե, չգիտեմ, իսկ կռվելու պարագաները ինչպիսին էին, ոնց տոչկա ունեին, թող խփեն, դու քանի հատ տոչկա ունեիր, կամ քանի հատ ինչ ուներ, նրանք ինչ ունեին, հասկանում եք, ինչի մասին է խոսքը, և Հայաստանը ամբողջովին ներքաշել վտանգավոր մի իրավիճակում ռազմական գործողությունների մեջ, լայնամասշտաբ պատերազմի մեջ, դա ինչ դուք կարծում եք տենց հաղթական դուրս էին գալու Բաքուն էլ գրաված, ես ձեզ օրինակներ բերեմ, խնդրեմ, ու միայն չեմ ասում Արցախի քաղաքական ղեկավարներ, Հայաստանում էլ, Գագիկ Խաչատրյանից նայել եք քանի միլիարդի հայց է ներկայացրած, քանի միլիարդի, այս ամբողջը
Ռազմավարական ծրագրերի վրա կարող էր ծախսվել, դիվանագիտական ծրագրերի վրա կարող էր ծախսվել, մշակութային, չգիտեմ, զինտեխնիկայի, զենքի արտադրության, գիտնականներ բան անելու, հովանավորելու, որպեսզի նրանք սկսեն ինչ-որ ստեղծագործական արարչական աշխատանք կատարել, բայց չէ, այս միլիարդները որոշվել է գնա մեկի տուն։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ շատ սիրելի արցախցի մեր քույրեր ու եղբայրներ։ Տեսեք, Արցախի կարգավիճակը էլի պետք էր ձգել։ Միևնույն է, իրենք պարտվում էին, դրա մասին երբեք մեզ, ոչ միայն ձեզ, ոչ մեկից չէին ասում։ Ինչքան կարող էին այդտեղ եկամուտ բերելով ցանկացած պատերազմ աշխարհում։ Այ մի քանի հատ ֆիլմ որ դիտեք, կհասկանաք խոսքն ինչի մասին է, կամ մի քանի գիրք որ կարդաք, կհասկանաք խոսքն ինչի մասին է։ Ցանկացած պատերազմ առանձին մարդկանց համար շատ շահութաբեր բիզնես է, շատ շահութաբեր։ Ու եթե այդ մարդիկ ունեն լավ լծակներ ու ազդելու որպեսի պատերազմը հնարավորինս երկարի, նրանք երբեք թույլ չեն տալու, որ այդ պատերազմը կանգ առնի, հա։ Հիմա մյուս օրինակը, նոր քրեական հետապնդում զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ, ճանաչում եւ հիշում եք, չէ՞ Մովսես Հակոբյանին։ Ըստ մեղադրանքի Հակոբյանի պաշտոնյական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Նրանից բացի մեղադրյալի աթոռին է զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ճանաչում եք, չէ՞ Արմեն Հարությունյանին։ Պայմանագիրը ստորագրել է Մովսես Հակոբյանը, արդյունքում ձեռք է բերել ավելի քան թիվ լսեք 4.3 միլիարդ դրամի ռազմական տեխնիկա։ Գրվել է, որ ունեն այդ ռազմական տեխնիկան։ Երբ որ Փաշինյանը եկել է, բերել դրել են թե ինչեր ունեն։ Դեսի մի գործով այս 4.3 միլիարդը։ Ու գիտեք ինչքան էսպիսի գործեր կան։ Բերել դրել են, այսքան բան կա, թղթերով նայում կա։ Գումար դուրս գրվել է, գնումներն արված են, հա։ Գնումների առաջ ստորագրված են, հա։ Ադրբեջանից հաթաթաներ են ու հստակ տեղեկություններ կա, որ հարձակվելու են։ Ուրեմն Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եվ այո, մենք կմտնենք ռազմական բանի մեջ։ Քաջաբար։ Մտնում ես, տեսնում ես, այս թղթերը միայն թուղթ են։ Իսկ դուք այդտեղում եք մեղադրում, ում որ զեկուցել են, ում որ խաբել են։ Հա, իհարկե, հիմի կարող եք ասել, բացո չկար, կար։ Ուղղակի ԱԱԾ-ում էլ են իրանք, եւ ԱԱԾ տնօրենները պակաս գումարներ չունեն։ Այդ իրավիճակում ապրած տասնամյակներ, ինչի արդյունքում այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Եվ սա ես, գիտեք ինչ, ինձ հետաքրքիր կարող է չլինել դուք ում եք մեղադրում։ Ինչու, ես ինչ որ մեկի կամ մեկերի անձանց անձնական պաշտպանը չեմ հանդիսանում երբեք։ Բացի իմ ընտանիքի անդամներից երբեք ոչ մեկի անձնական պաշտպանը չեմ հանդիսանում։ Ես գաղափարների պաշտպան եմ։ Ես իմ պետության ու հայրենիքի պաշտպան եմ։ Իմ չափով, իմ համեստ միջոցներով։ Ու հիմա չէ, որ ասեք, հա, քաղաքական sense հարմարավետություն, ոչ։ Շատ վաղուց։ Ուղղակի ժամանակ հրապարակային միջոցները թույլ չէին տալիս, բայց ես ժամանակ առ ժամանակ երբեմն որոշակի հիշողություններով կիսվում եմ։ Ու իհարկե տալիս մարդկանց նաև անուններ, ովքեր հանգիստ կարող են ասել գնելը ստում է, բայց չգիտես ինչի չեն ասում, ասում են այո, հիշում ենք։ Հասկանում եք։ Որպես քաղաքացի ինձ թվում է ես իմ պարտականությունները կարողանում եմ իրականացնել եւ կարողանում եմ որպես քաղաքացի նաեւ իմ պատկերացումները ներկայացնել։ Եվ սա ժողովրդավարության մասով արդեն։
Իսկ դուք ինչ կասեք, սիրելիներս։ Այ եթե որովհետև էս կողմենքում, եթեներ որովհետևներ չկան, ամեն ինչ պարզ թղթին դրված է։ Եվ նրանք, ովքեր ձեր ականջին լապշա են կախում, առայժմ վախենում են կամ փախնում են հանրության առաջ նստել խոսելուց։ Եւ քանի դեռ փախնում են, ուրեմն իրենք են սուտն ու կեղծը, ուրեմն իրենք են դավաճաներն ու հողատուները, իրենք են շատ բաներում մեղավորները։ Վերջ, եթե այդպես չի, սա հանրություն, եւ հանրությունը ունի այդ կարծիքը, եթե այդպես չի, սա հանրությունը, սա դուք նստեք 4-ով մի տեղ, խոսեք։ 4-ից մեկը ասել է ես պատրաստ եմ։ Այն 3-ը ինչ որ պատրաստ չեն։ Ընդ որում այդ 3-ը պատրաստ չեն, ովքեր առավոտից իրիկում մեղադրում ու ատելության խոսք ու ձեր ականջներից ու բոլորից ականջներից փորձում են լապշա կախել։ Տարատեսակ արդարացումներ են գտնում չգալու։ Ինձ քիչ է հետաքրքիր իրենք Նիկոլ Փաշինյանի հանդեպ ինչ վերաբերմունք ունեն։ Ես քաղաքացին եմ եւ սա իմ պահանջն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանն առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, որ հանրության պահանջին ընդառաջ գնալ։ Ուրիշ բան չի առաջարկում ինքը։ Իսկ սրանք ասում են, չէ, մենք չենք գնա։ Վերջ, այս մինչև սա տեղի չունենա, ոչ ոք չի կարա այլևս Արցախի մասով մեղադրական ուղերձներ հղել մի ուղությամբ։ Չի կարող, չկա այդպիսի բարոյական նորմ։ Մնացածը իրենց այո փողերը պաշտպանելու խնդիրը ձեր միջոցով, իմ միջոցով, բոլորիս միջոցով։ Մեզ խափելու, ստելու, այլ կերպ տրամադրելու միջոցով իրենց նպատակները իրականացնելու խնդիրը։ Այլ բան չկա, ոչ մի հայրենասիրություն, ոչ մի պետականություն, ոչ մի Հայաստանի Հանրապետություն, ոչ մի հայ ժողովուրդ, ոչ մի ավանդույթներ, ոչ մի սուրբ եկեղեցի, ոչինչ չկա, տակա, այլ բան չկա։ Գանք կառավարության նիստին այսօրվա։ Ես գիտեք մի հարցում համաձայն եմ վարչապետի հետ կապված կադրային խնդրի հետ։ Ես ինքս փորձել եմ դա ժամանակ առ ժամանակ ներկայացնել ձեզ ժողովուրդ ջան, բայց ձեզանից շատերը մտածել են, որ գնելը փորձում է արդարացնի իրավիճակը, այսինքն չեն ցանկացել հեռուն տեսնել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կադրերի խնդիր կա, ոչ թե կադրային սխալ քաղաքականություն ա գնում, այլ կադրերի խնդիր կա։ Այդ խնդիրը նույնպես գալիս է հենց նախկիններից մշակութաբանական ցեղասպանություն իրականացած 3 նախկին նախագահներից, որոնք 3-ն էլ չեն ընտրվել երբեք նախագահ, զավթել են։ Մի անգամ առաջինն է ընտրվել ու վերջ։ Զավթել են, գողացել են մեզանից, մեր պետությունը ուզուրպացրած են եղել, որպեսզի իրականացնեն մշակութաբանական եւ լեզվամտածողության ցեղասպանություն։ Եվ իրականացրել են։ Իրականացրել են կրթությունը պոլերին հավասարեցնելով։ Իրականացրել են գիտնականներին Հայաստանի Հանրապետությունից վտարելու գործընթացը խրախուսելով։ Գիտեք ինչ, որովհետև իրենք գիտակցել են, որ իրենք ընդամենը միջակույություն են։ Եվ պետք չի, որ իրենցից մեկը իրենց առաջ որևիցե մեկը իրենցից խելացի երևա։ Հասկանում եք։ Եվ որպեսզի իրենք լինեն միակ տղամարդը, պետք է որ իրենցից ցածր ինտելեկտը լինի, որ երբ որ իրենք բան են ասում, դա լինի հեղինակային խոսք։ Ի տարբերություն, տեսեք, հիմա ես կասեմ, դուք ասեք պաշտպանում եմ, եթե պաշտպանում եմ, լավ եմ անում, բայց ես էլի եմ կրկնում չեմ պաշտպանում, դուք հա ասեք, հիմա ձեր ասելով չի, իմ իմանալով է։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ում ժամանակ ստեղծվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, ստեղծվում են մշակութային պալատներ,
Հովանավորվում են մշակութային արժեք ներկայացնող ամենատարբեր բերդեր, եկեղեցիներ, հիմնանորոգվելը, խրախուսվում է կրթությունը եւ նրա տիկինն էլ Աննա Հակոբյանը մի ամբողջ նախաձեռնությամբ հանդես գալիս եւ թիրախավորված է տգետների կողմից, այդ նախաձեռնության անվանումն է կրթվելը նորաձև է։ Իսկ ինչու է կրթվելը նորաձև։ Կրթվել մենք չենք ասում։ Չի ասվում իմիջայլոց գնանք բան, նստենք ինստիտուտում մի հատ բան սո։ Չնայած դա էլ վատ բան չի։ Բայց ընթերցասիրություն է պետք առաջացնել եւ ընթերցելը պետքա դառնա մոտ իմիջայլոց սովետի ժամանակ այնպես չէր, որ երեխաները ծնվում էին ու տենց իրենք ընթերցասեր էին։ Ոչ, դա պետական ռոպագանդան էր այնպեսին, որ եթե դու չես կարդացել այս հեղինակին, դու ամոթ է քո կողքը կանգնելը։ Եվ այս ռոպագանդան բերել էր նրան, որ Հայաստանի Հանրապետությունում, երևի թե ամբողջ սովետական միությունում, չկար միտուն, որտեղ տասնյակներով, եթե ոչ հարյուրներով գրքեր չլինեին։ Նրանց մեծ մասը ընթերցած այդ տան մեջ ապրողի կողմից։ Իսկ այսօրվա դրությամբ տանը գրապահարան ունենալը այնքան էլ մոդայիկ չի, չէ՞ ոնց որ։ Ընդ որում ոչ թե տեսքի համար, այլ ընթերցելու համար նաև։ Հայաստանի Հանրապետությունում հարցում անենք, ովքեր որ կտան Տիգրան Մեծի անունը, մենք Տիգրան Մեծի ժամանակ գիտես ապեր բան, սենց բաներ, ասում ես լավ, կարդացել ես գիրքը։ Այդպես խոսացողներից 100-ից 95-ը չի կարդացել այդ Տիգրան Մեծի մասին ոչինչ։ Արշակ երկրորդ առհասարակ տեղյակ չեն։ Արտաշես Մեծ, ինչի մասին ես խոսում։ Սարդուր արկա չկա տենց մեկը։ Արդեն վերջ, դու արդեն ուրիշ տեղ գնացիր։ Կիլիկյան թագավորությունից ինչ տեղեկացվածություն ունեք, բացի անունը լսած լինելուց։ Մի գիրք կարդացել եք, սա մեր ինքնության մասին է, մեր մասին է։ Ես չեմ խոսում համաշխարհային գրականության մասին։ Ես խոսում եմ մեր մասին։ Իսկ սա թիրախավորվում է։ Հանգիր քեզ կան։ Ես ինչ են անում, երկիրը խառը վիճակին է, թուրքը եկել, չգիտեմ, լծվել սրանք ասում են, բան կրթվելը նորաձևը։ Այսպես պախարակումներին է։ Այ եթե կրթության մակարդակը բարձր եղած լիներ, նրանք 30 տարի ուզուրպացրած չէին պայի Հայաստանի Հանրապետությունը, Արցախի մասին չէին կարողանա թաքուն բանակցել ու քիչ-քիչ այսպես տալ թուրքերին, զիջեին, դե Մեղրիի մասին չխոսեմ, հա? Ոչ էլ Գյումրիում կունենային ընտրությունների այս պատկերը եւ առհասարակ որևիցե տեղ, որովհետեւ կիրթ հասարակությունը ձգտում է կիրթ ու գրագետ ղեկավար ունենալուն։ Այն մարդը ով ուզում է ղեկավար դառնա, հասկանում է, որ պիտի լինի ինքը այս կիրթերից ու գրագետներից ավելի կիրթ ու գրագետ։ Գումարած ջիղը։ Եվ կառավարության նիստին այսօր հենց դրա մասին էր խոսքը։ Իսկ որտեղից պիտի լինի կադրեր, եթե ինստիտուտներում ու համալսարաններում ամեն գնահատականը ուներ իր արժեքը, ընդ որում թանկ չէր, ցանկացած ուսանողի գրպանին հարմար։ Երբ որ եթե Տարոն Մարգարյանը, մյուսը գնում էին դոկտորական էին պաշտպանում, ես չեմ դուք եք էլի, ասեք դուք ասեք։ Սա մշակութաբանական ցեղասպանություն է եղել։ Եվ իմ հասակակիցներից սկսած մինչև այսօրվա երիտասարդություն բոլորս այս բարոյահոգեբանական ցեղասպանությանը ենթարկվել ենք։ Եվ այդտեղ պիտի պահանջներ ձևավորվեն։ Այդտեղ պիտի պահանջներ ձևավորվեն։
Իսկ այսօրվա իշխանությունը մի ամբողջ ուսանողական քաղաքի նախագիծ է ներկայացնում։ Քարկոծեք։ Ինչի համար է բանում։ Քարկոծեք։ Շատերը բողոքում ասում են, դե մեր համայնքում նույն գյուղապետն է, կներեք։ Ձեր գյուղում, եթե որևիցե մեկը չի ձգտում ինքը լինի գյուղապետ, ու մի քանի բան ավել չի սովորում, իսկ ով պիտի մնա գյուղապետ։ Դուք ինքները չեք ձգտում զարգանալ, ու ինչ-որ մեկը պիտի գա զարգացնի, կարող են ձեր կենցաղային կյանքի վրա ազդել որոշակի պետական ծրագրերը, բայց կներեք տեղում ձեր անհրաժեշտ ասելիքը տեղ հասցնելը կախված է հենց գյուղապետից, այո, հիմա գյուղապետեր կլինենք ասեն, բայց մենք լծակներ չունենք, տենց բան չխոսեք, ես ձեզանից շատերին հիմնավորել եմ, ապացուցել եմ անձնական զրույցների ժամանակ, որ ունեք ձեր մեջքի հետևում ձեր գյուղի բնակչությունն է։ Դուք նախաձեռնեք, տեսնենք այդ որը չի լինում։ Օրական տեսնում ենք, այս մարզադաշտը կառուցվեց, այն մշակութային, այս մանկապարտ, ու նայում ես մանկապարտեզներ իսկապես շատ ժամանակակից, գույներով լիքը։ Իսկ երեխայի հոգեբանության վրա գիտեք ինչքան է գույները ազդում։ Ես ձեզ ասեմ ավելին, շատերը կարող է ուշադրություն չեն դարձնում։ Ուրեմն, անգամ ճարտարապետություն չասեմ դրան, լավ, շինարարություն ասեմ, առաստաղների բարձրությունը անգամ նշանակություն ունի։ Այ երբ որ սովետական միությունում սկսվեցին որոշակի դեֆիցիտներ, առաջ եկան Խրուշչովկաները։ Ինչու Խրուշչովկաները։ Նրանց պատալոկը հիշում եք ինչքան էր։ 2.5-2.70 սանտիմետր։ Ինչի համար։ Որովհետև առաստաղը որքան ցածր է լինում մարդու բնակության վայրում, այնքան դա ազդում է նաև իր հոգեբանության վրա եւ մտածելակերպի վրա։ Այո, այնքան ճնշվածություն է առաջանում իր մոտ։ Ինքը կարա չհասկանա դա ինչից է։ Ինչու են եկեղեցում բարձր լինում կամ առհասարակ պալատները, ինչի են անընդհատ ձգտել բարձր կառուցելուն։ Որովհետև այդտեղ ավելի ազատ է լինում միտքդ ու հոգիդ, ստեղծարար միտքդ։ Սրանք ազդում են հոգեբանները կհաստատեն, որ սա այդպես է։ Կարող է ես ձևակերպումները մի փոքր այլ անեմ կամ հակիրճ անեմ, բայց դա այդպես է։ Կառուցել մանկապարտեզ սեռի պատերով, օրինակ շատերը հարցնում են, չէ, ասում են բանա, խոսքը էլի ուրիշ կողմ գնաց, կարևոր իրադարձություններ կար տարածաշրջանի հետ չանդրադարձանք, բայց ոչինչ։ Ժամանակ դեռ կլինի, հուսանք դեռ երրորդ համաշխարհային է, այսօր գիշեր չի սկսվի։ Ուրեմն շատերն ասում են, մենք հայ ժողովուրդս, ընդհանուր միջև մեր առողջապահության նախարարն էլ է դա ասում։ Երբ որ դանակը հասնում է ոսկորին, նոր են գնում բժիշկի։ Իհարկե շատերը կապում են դա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ եւ այլն ֆինանսների հետ, իսկ ես այդպես չեմ կարծում։ Շատ իմ տարիքի մարդիկ վախում են բժշկից, զզվում են, չեն գնում, ինչի համար, ոչ թե տվյալ բժշկին են ատում, չէ, որովհետև դեռ երեխա ժամանակվանից իրենց մանկական բժիշկը հոգեբանական ճիշտ մոտեցում չի ցուցաբերել, ստրեսի է ենթարկվել, ու մեծացել է, այդ ստրեսը իր ենթագիտակցության մեջ կա, իհարկե ինքը օրը դրվագը չի հիշում, բայց այդ ստրեսը կա, ինքը արդեն ունի բացասական վերաբերմունք, իսկ եթե մանկական հիվանդանոցները գունազարդ լինեին, մանկական բժիշկները որոշակի հոգեբանություն էլ անցած լինեին, եւ սա գիտեք ինչ, պետության զարգացման էվոլյուցիայի մասին է, որը տեղի չի ունեցել։ Իհարկե մենք այսօր կարող ենք ասել բերեք այդպես լինի, իսկ ինչպես այդպես լինի։ Այդպես կարող ենք այսօր մեկնարկել։ Իսկ երբ կհասնենք արդյունքի։ Մի հասարակ դպրոցի տնօրենի հետ թեմայով ես դա եկեք մի հատ լսենք, էլի կառավարության նիստից այդ հատվածը լսենք։ 7 տարվա մեջ ով վերակներեք։ Ես մյուսը պիտի դնեի մի վարկյան ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ որ անպայման մենք
դրան անդրադառնանք։ Որովհետև այդ մասին դες այդ կարծեք Ու սա Հայաստանի Հանրապետություն Սա կադրային ճգնաժամն է, սա լավ, եկեք թող մնաք անդրադառնանք։ Դպրոցի տնօրենների հետ էր կապված։ Պարզվում է, այս տնօրենները, ովքեր միշտ եղել են տնօրեն, 100-ից 5-ն է կարողանում ապացուցել, որ ինքը իսկապես տնօրեն է։ Չէ, ես չեմ վատաբանում մնացածներին։ Քավլիցի, բայց իրավիճակն ու միջավայրը պետական կրթական ռազմավարության ոլորտում այնպիսինը չի եղել, որ տվյալ տնօրենը աճի։ Ինքը դարձել է տնօրեն, վերջ, դա իր մաքսիմումն է, ու սկսել է լճանալ։ Ինքը անընդհատ նոր կրթական ծրագրերի մեջ է, անընդհատ նոր բաներ չի ուսումնասիրել։ Դրա համար այսօր իրեն դժվար է գնալ ինչ-որ բաներ գրել, որպեսզի մնա տնօրեն։ Դժվար է, որովհետև ինքը չի մտածել ինչպես կատարելագործվել ավելի ու ավելի, որովհետև այդ կատարելագործվելու հիմքը ու գնահատական տվողը չի եղել։ Այդ մրցակցությունը չի եղել։ Դե մի գնացեք, գտեք, որտեղից եք գտնելու։ Իմիջայլոց դարձյալ ծրագիրը սկսվում է, որ դրսից կարող են միանալ մեր հայրենակիցները, լավ մասնագետներ, եթե ցանկանում պետական կառավարման ոլորտներում շրջան անցնեն որոշակի, մեզ էլ ինչ-որ բան սովորեցնեն։ Բայց այստեղ էլ գալիս է աշխատավարձի խնդիրը։ Գիտեք, հեշտ է, 30 տարի, որ ասում եմ, մեզանից գողացել են ամենաթանկը, ժամանակը, այ հենց սրա մասին եմ ասում։ Ու այսօր մարդիկ կան, ինչ-որ որ ձեն չես անում, ինչ-որ որոշ ժամանակ ասում ես, լավ դե ժողովրդավարություն ա, թող ազատ խոսեն, մեկ էլ տեսնում ես այդ խոսքը սկսում է դառնալ կարծրատիպ մտածելակերպի։ Կներեք, այդպես չի։ Ու ոնց որ թե ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել, որ այդպես չի։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։